Իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի օրինագիծը, որով առաջարկում է գումարի դիմաց բանակում ավելի քիչ ժամկետով ծառայել, խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովում շուրջ 4 ժամ քննարկումից հետո դրական եզրակացություն չստացավ։ 5 կողմ 4-ը դեմ 1 ձեռնպահ, նախագիծը չի անցել։ Հարցը կքննարկենք լիագումար նիստերի դեմ։ Նախագծին կողմեր ԿՊ-ական 5 պատգամավոր, դեմ էին 4 ընդդիմադիրներ։ Վճռորոշ դարձավ հանձնաժողովի ԿՊ-ական նախագահ Անդրանիկ Քոչարյանի ձայնը, ով ձեռնպահ քվեարկեց։ Մինչ քվեարկությունը Քոչարյանը հորդորում էր Սարգսյանին ետ վերցնել վիճահարույց նախագիծը եւ լրացուցիչ քննարկումներ կազմակերպել։ Հայկ Սարգսյանը մինչդեռ հակադարձում էր, Քոչարյանը դեմ չի եղել իր նախագծին, ավելին ողջունել է այն։ Քոչարյանն էլ հորդորում էր ներկաններին չհավատալ Սարգսյանին պնդելով, նա երևակայությունների գիրկն է ընկել։ Ես դրա մասին ասել եմ պարոն Քոչարյանին եւ նա շատ ուրախացել է եւ դրական է վերաբերվել դրան։ Դրանից հետո մենք ունեցել ենք Մինչդեռ այսօրվա նիստում պաշտպանության հանձնաժողովի նախագահը չէր թաքցնում, որ դեմ է այս նախագծին, պնդելով քիչ ծառայելու այս օրինագիծը խտրականություն է առաջացնելու։ Ինչ, հետո գրանք սահմանական դատարան ճշտենք այդ։ Ակնհայտ է, որ խտրականության խնդիր առաջանալու։ Իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է 18-ից 32 տարեկան քաղաքացիներին ծառայել 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ, այսինքն ավելի քան $60,000, եւ 4 ամիս ծառայության դեպքում վճարել 18 միլիոն դրամ, տվյալ դեպքում ավելի քան $47,000։ Սակայն թե ընդդիմադիր եւ թե իշխանական պատգամավորները բազմաթիվ խնդիրներ են տեսնում այս օրինագծում, պնդելով, որ այն չի կրճատելու զինծառայությունից խուսափողների թիվը, ինչպես նաեւ արմատախիլ չի անի կոռուպցիան։ Պատգամավորների համոզմամբ օրինագիծը ավելի է խորացնելու առկա խնդիրները։ Ուսումնական զորամասում կան 3 ծառայող։ Մեկի պապան տվել է 24 միլիոն մի ամիսա ծառայում, մեկի պապան տվել է 18 միլիոն 4 ամիսա ծառայում, այն մեկի պապան չի կարողացել տա ու 24 ամիս պետքա ծառայի։ Դուք պատկերացնում եք զորամասում այդ 3 զինվորի փոխհարաբերությունը։ Այսինքն այն մարդիկ, ովքեր ամսական 100,000 են ստանում, այդ մարդիկ կարողանալու են օգտվել, պարոն Սարգսյան, չեն կարողանալու բոլորն օգտվել։ Եվ օբյեկտիվորեն դառնալու է սա հակասահմանադրական, որտեղ մարդկանց մի խումբը կարողանալու է ելնելով իր կարողություններից, իր գույքային դրությունից, սոցիալական կարգավիճակից, մյուս մասը ակնհայտորեն չի կարողանալու։ Նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը մինչդեռ պնդում է, հանրությունը կողմ է, որ 24 միլիոնով 1 ամիս ծառայելու հնարավորություն տրվի։ Դա ըստ պատգամավորի պարզել են հարցումների միջոցով։ Հարցումը պատվիրել է վարչապետի աշխատակազմը Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով։ Իշխանական պատգամավորը պնդում է դրսում ապրող Հայաստանի քաղաքացիները եւս հետաքրքրված են ավելի քան $60,000 դիմաց 1 ամիս բանակում ծառայելու հնարավորությամբ։ Ես բազմաթիվ զանգեր եմ ստանում մեր քաղաքացիներից, ովքեր ողջևորված են այս օրենսդրական նախաձեռնությամբ։ Իդեպ պատգամավորները նկատում էին, որ այս օրինագիծը մի շարք բացեր ունի։ Օրինակ, պարզ չէ, ի վերջո $60,000 1 ամիս ծառայելու հնարավորությունից քանի անց կարող է օգտվել։ Այսօրվա քննարկմանը մասնակցող պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այս հարցի պատասխանը չուներ, միայն նշեց, որ նախարարությունը մտադիր է քվոտա սահմանել այս օրինագծից օգտվողների համար, այսինքն կառավարության որոշմամբ ֆիքսվելու է դիմումների առավելագույն քանակը։ Այս դեպքում էլ պարզ չէ, եթե տեղերը սահմանափակ են, ինչպես են ընտրվելու քաղաքացիները, ում է տրվելու առաջնահերթություն եւ այլն։ Իշխանական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը թեև կողմ քվեարկողների մեջ էր, բայց պնդում էր, սա խորը անարդարություն է առաջացնելու հանրության շրջանում։ Գործընկերոջս Հայկի նախագծի հետ անհամերաշխ եմ եւ խնդիրներ եմ տեսնում, կառավարության առաջարկած քվոտավորման հետ կտրականապես դեմ եմ, որտեղ դա ոչ միայն անարդարություն, դա խորը անարդարություն եւ անհավասարություն, բազմաթիվ վեճերի, բողոքարկումների եւ լուրջ խնդիրների արդյունք է բերելու։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ պնդեց, փողով 1 ամիս ծառայողների համար սահմանափակ տեղեր հատկացնելով մեծացնելու են կոռուպցիոն ռիսկերը։ Այդտեղ շատ մեծ կոռուպցիոն ես սխեմաներ եմ տեսնում, ովքեր միջև հիմա դուք հասկանում եք օրենքի նախագիծը քննարկվում է, դուք տենց չեք ասում, թե այդ մեխանիզմը ոնց է լինելու, մարդիկ ոնց են ընտրվելու, ասում եք կարող է ուսանողների մի խումբ լինի, չգիտեմ ինչ լինի, դուք էլ նույնիսկ պատկերացում չունեք։ Թե ընդդիմադիր, եթե իշխանական գործընկերներին համոզելու համար օրինագծի հեղինակ Հայկ Սարգսյանն այսօր հանձնաժողով էր բերել մի մեծ գրատախտակ, որտեղ գրում էր, թե քանի քաղաքացի է խուսափել զինծառայությունից։ Չնայած պաշտպանության փոխնախարարի առարկությանը, պատգամավորը տեղեկացրեց, որ 22-23 թվականներին 30,000 զորակոչիկներից 20,000-ը չի ծառայել, այսինքն մոտ 70%-ը չի զորակոչվել։ Նրանցից 80%-ը առողջական խնդիրների պատճառով, 4%-ը ուղղակի խուսափել են ծառայությունից, 2,000-ն էլ հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից։ Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե նախագծով
անարդարություն է առաջացնում, հակադարձեց այդ անարդարությունն այսօր էլ կա։ Եվ ունենք եւս մի գործընկեր, ում դասարանում միայն իր որդին է զորակոչվելու եւ եւս մեկը, իսկ մնացած 12 տղաները կամ Հայաստանի քաղաքացի չեն կամ արդեն իրենց հարցերը ուրիշ ճանապարհով լուծել են։ Իդեպ պատգամավորը այլ մտահոգիչ վիճակագրություն էլ ներկայացրեց։ 2008-ին ծնված զորակոչի ենթակա տղաների 7%-ը, որը հաջորդ տարի պետք է զորակոչվի, այլևս Հայաստանի քաղաքացի չէ։ 2009-ին ծնվածների 8%-ն է հրաժարվել արդեն Հայաստանի քաղաքացիությունից։ Նաև այս նպատակով է պատգամավորն առաջարկում Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու համար սահմանել 15 միլիոն դրամի տուրք։ Չնայած քննադատություններին ու Պաշտպանության հանձնաժողովում ստացած բացասական եզրակացությանը, իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանն իր հեղինակած նախագիծը հետ չի քաշելու եւ փորձելու է այն ընդգրկել հաջորդ շաբաթ մեկնարկող քարոզիայի օրակարգ։ Կընդգրկվի թե ոչ, կորոշվի լիագումար նիստում հունիսի 17-ին պատգամավորների քվեարկությամբ։ Ես սկզբից